Եթե դուք հիշում եք իմ բոլոր հարցազրույցները, ես ասել եմ ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները եւ ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը որ ինքը այսօր արեց, մենք դրա դեմ պայքարելու ենք։ Ես այդքա բան եմ ասել, քանի որ ես վստահ եմ եղել, իրոք անկեղծ վստահ եմ եղել մեր հաղթանակի մեջ, մեր բացարձակ հաղթանակի մեջ։ Թերագնահատել եք թշնամուն։ Հիմա կարող ենք ամեն ինչ ասել, ամեն ձև բնութագրել, բայց մենք դրա համար արել ենք ամեն ինչ։ Մենք մեր հարցումներով տեսել ենք դա։ Ես ընդհանուր բառեր ոչ մի անգամ չեմ օգտագործել եւ ընդհանրապես չեմ օգտագործում։ Մենք տեսել ենք այդ հաղթանակը, վատագույն դեպքում երկու ուժի հաղթանակը մենք տեսել ենք։ Բայց հաղթանակը կողացան, նորից եմ ասում, խախտումներով, 3 փուլով նրանք ապօրինություններ արեցին։ Նախընտրական փուլում, ու չեմ ուզում կրկնվեմ, բացատրեցի, արեցին ապօրինություններ։ Հաշվարկի ժամանակ արեցին ապօրինություններ։ Հասկանում եք, մենք գործ ունենք բոլոր դեպքերում պետության հետ։ Մենք ոչ մի բան չարած ապօրինություն։ Մեր թիմակիցները, նորից եմ ասում, կալանավայրերում են, հարյուրներով։ Եթե մենք թույլ տային գոնե մեկ ապօրինություն, դուք վստահ եղեք, ոչ միայն մեր ուժը, բոլոր ընդդիմադիր ուժերը այսօր կգտնվեին